2026 թվականի հունվարին Հայաստանը զբոսաշրջության ոլորտում նոր ռեկորդ է գրանցել։ Զբոսաշրջության կոմիտեի փոխանցմամբ նախորդ տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 139,482, իսկ այս տարի 179,400։ Նշվում է, որ հունվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից։ Ռադար Արմենիայի հետ զրույցում զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը շեշտեց, որ վերջին տարիներին Հայաստանում զբոսաշրջությունը շատ արագ աճ է գրանցում։ 2025 թվականին մենք 8 ամիսների ընթացքում արձանագրեցինք զբոսաշրջային բացարձակ ռեկորդներ, իսկ 2026 թվականի հունվարը դա աննախադեպ ամիս էր, 37% զբոսաշրջիկների այց Հայաստանի Հանրապետություն, դա այն պարագայում, երբ հունվար ամիսը հանդիսանում է ցածր սեզոնայնության ամիս։ Հաջորդիվ փետրվար ամիսը նույնպես աճ է գրանցել, սովորաբար 5-ից 10% մեզ համար ակնկալելի արդյունք է, ինչը եղավ նաև փետրվարի պարագայում։ Նա ընդգծեց, որ զբոսաշրջիկների այցելության ռեկորդային աճին նպաստել են դեկտեմբերին մայրաքաղաքի գեղեցիկ զարդարանքը, հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը և հրապարակում նոր տարվա գիշերը տոնելու միջոցառումը։ Նա հավելեց, որ այս ցուցանիշների համար մեծ ջանքեր են գործադրել մի շարք գերատեսչություններ, այդ թվում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Երևանի քաղաքապետարանը, էկոնոմիկայի նախարարությունը և զբոսաշրջության կոմիտեն։ Մոնիտորինգ ենք արել և ունեցել ենք վիճակագրություն, որ և ռուս զբոսաշրջիկների, բլոգերների, ինֆլուենսերների, և չինացի, և արաբական երկրներից եկած, և Հնդկաստանից եկած զբոսաշրջիկները, և Իրանից, հարևան Իրանից ենք ունեցել տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ։ Այդ օրերի այդ մթնոլորտը օգնել են մեզ և իրենց տրամադրությունը փոխանցելով, այո, ապահովել են Հայաստանի համար 2026-ին աննախադեպ աճ զբոսաշրջիկների։ Լուսինե Գևորգյանը նշեց, որ 2026 թվականը զբոսաշրջության առումով անակնկալ տարի կլինի, ընդգծելով, որ ավելացվելու են նոր ավիաուղղություններ, այդ թվում Երևան-Ռիգա։ Սա համարվում է օդային հաբ սկանդինավյան երկրների համար։ Ակնկալում ենք, որ այս նոր ուղղությունը նոր շուկաներ կբացի մեզ համար։ Ուրախությամբ ուզում եմ նշել հայկական ավիափոխադրողների հաջողությունները, Fly1 ընկերությունը բացում է նոր ուղղություններ, Շիրակավյան բացում է նոր ուղղություններ և օրերս նաև տարածքային և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունից տեղեկացանք, որ ղազախական Սկատ ընկերությունը բանակցում է միանգամից 5 նոր ուղղություն բացելու 5 ղազախական քաղաքներից։ Սա նշանակում է, որ մենք Ղազախստանը, որը շատ մեծ շուկա է և մեզ համար շատ հետաքրքիր, նույնպես հասանելի է դառնալու հայաստանյան զբոսաշրջային ոլորտին։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահը վստահեցրեց, որ զբոսաշրջիկները Հայաստանում չեն ձանձրանում, քանի որ նախատեսված են մի շարք միջոցառումներ։ Դրանցից է կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսելը, որը գինու ոլորտում ամենահեղինակավոր մրցույթներից է։ Այս տարի նշվելու է Երևանի գինու օրերի 10-ամյակը աննախադեպ շուքով, ինչպես նաև դրա կապակցությամբ տեղի կունենան Երևանի գաստրոնոմիկ օրերը։ Ավելին, նա անդրադարձավ Արենի գինու փառատոնին, որը արդեն 19-րդ անգամ անցկացվելու է Վայոց ձորում և Արենի համայնքում։ Այս տարի մենք կունենանք մի քանի համերգներ։ Դասական երաժշտության համերգ, Լանգլանգի համերգը, դասական համաշխարհային աստղի, որ տեղի կունենա ապրիլ ամսին։ Այնուհետև նախատեսվում է ամռան ընթացքում մի շարք փոփ աստղերի համերգներ, օրինակ ուզում եմ նշել մայիս ամսին Լարա Ֆաբյանի համերգը, ամռան ընթացքում էլի կունենանք աստղեր, որոնք կժամանեն Հայաստան։ Նա ընդգծեց, որ իրադարձային տուրիզմը Հայաստանի նման փոքր երկրների համար շատ կարևոր խթան է հանդիսանում։ Ընդհանուր առմամբ անցած տարի անցկացվել է 3 խոշոր համերգ, որոնցում միջինում մասնակցել է 16-ից 17 հազար մարդ։ Մինչ այդ նկատենք Հայաստանը ամենաանվտանգ երկրների ցանկում է, որտեղ ահաբեկչական սպառնալիքի մակարդակը գնահատվում է շատ ցածր։ Global Terrorism Index 2026-ի տվյալներով Հայաստանը ամենաանվտանգ 163 երկրների շարքում զբաղեցրել է 81-րդ տեղը, 2025-ի համեմատ բարելավելով դիրքը 1 հորիզոնականով։ Լիլիթ Աբրահամյան, Ալվարդ Բաղդասարյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։